Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հունիսի 26-ին Սիսիան քաղաքում, ապա միջոցառումները կշարունակվեն մայրաքաղաքում։ Ստացվել է 85 ֆիլմի հայտ 850 երկրից, ընտրվել է լավագույն 44-ը, որոնք մեծամասամբ A դասի միջազգային փառատոներում ցուցադրված եւ հաղթած ֆիլմեր են։ Տեղ ունեն վարպետության դասեր, դիտում, քննարկումներ, փորձի փոխանակում, հնարավորությունների ներկայացում։ Ծրագիրը բազմազան է, բոլորին հրավիրում ենք, որպեսզի մասնակցեն փառատոնի ծրագրերին, ցուցադրություններին։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի անցկացման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 19 միլիոն դրամ։ Փոխքաղաքապետի խոսքով Սիսիանում փառատոնի անցկացումը հրաշալի միջոց է մայրաքաղաքում միջոցառումների ապակենտրոնացումից խուսափելու համար։ Իհարկե նաև ուրախացնում է այն միջազգային գործընկերների եւ մասնակիցների ցանկը, որ մենք տեսնում ենք այս տարի, եւ պետք է իհարկե ուրախությամբ նշեմ, որ ցանկը յուրաքանչյուր տարի ընդլայնվում է, սա նշանակում է, որ ուշադրությունը դեպի այս Երևանյան փառատոնը տարեց տարի ավելանում է, իսկ դա ես կարծում եմ մեր ամենա գլխավոր նպատակներից մեկն է։ Դանիել Դանիելյանն ընդգծում է, արվեստով լի երրորդյա փառատոնը լավ հնարավորություն է օտարերկրացիների համար բացահայտելու Հայաստանը, իսկ մեր հայրենակիցների համար այցելելու Սիսիան եւ նպաստելու ներքին զբոսաշրջության զարգացմանը։ Մենք ունենք այստեղ միջազգային խոշոր հատված, մենք ունենք կրթամշակութային կրթական խոշոր բաղադրիչ, մենք ունենք մարզային մշակույթի ապակենտրոնացման բաղադրիչ, մենք ունենք համագործակցության բաղադրիչը, որը որ շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, թե Երևանը որպես մայրաքաղաք իր դերը կատարում է եւ հովանավորում է եւ աջակցում է եւ խաղախոսում է ծրագրեր, որոնք եւս իրականացվում են մարզերում։ Սա առաջի դեպքը չէ եւ շատ ողջունելի է։ Կինոփառատոնի ծրագրերի տնօրենը փաստում է, տարեցտարի դրականորեն փոխվում է ներկայացվող ֆիլմերի որակը, իսկ որ ավելի հետաքրքիր է, մեծ ակտիվություն են ցուցաբերում հատկապես կին կինոգործիչները։ Մեր քաղաքականությունն այնպես է, որ մեր հայկական ֆիլմերը ու ասենք Կանի հաղթած ֆիլմը մեկը մյուսից հետո է դիտվում։ Եվ այդ կինոռեժիսորը, որ հայ երիտասարդ նայում է ու տեսնում է իր ֆիլմը եւ իրենից հետո, այդ առաջինը պատասխանատվություն է մեծ, որովհետեւ քո ֆիլմը հավասար դրվում է հանդիսատեսի առջև լավագույն աշխարհի փառատոներ հաղթած ֆիլմերի կողքին եւ մեր երիտասարդ կինոռեժիսորները արդեն ցկտում են մյուս տարի ունենալ այդպիսի ճիշտ գեղեցիկ կամ խորը դրամատուրգիայի ֆիլմեր, որպեսզի իրանք կարողանան մեծ հաղթանակներ ունենան։ Հաջորդ տարի կինոփառատոնի 12 անվանակարգին կավելանա եւս մեկը՝ արհեստական բանականությամբ ստեղծված լավագույն ֆիլմը։ Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանի մանկական զբոսայգում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Յուրա Վահանյան, լուրեր։